Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև բեռների տարանցումն ապահովելու պատրաստակամությունը։ Ավելին, նրա խոսքով Երևանը պատրաստ է հենց այսօրվանից Մարգարայից Կորնիձոր երթուղով ապահովել Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռների տարանցումը։ Վարչապետը հիշեցնելով, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային երթուղով Հայաստանի Հանրապետություն է մուտք գործել հացահատիկի առաջին խմբաքանակը, նշեց, որ այն կարևոր ու պատմական իրադարձություն է։ Փաշինյանի տեղեկացմամբ սպասվում է ցորենի նոր խմբաքանակ Ղազախստանից կրկին Ադրբեջանի տարածքով։ Սպասվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչեւ հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ։ Վարչապետ Փաշինյանը նաև ողջունեց երկաթուղու հետ կապված Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը, նաև Օվերչուկի այն հայտարարությունը, թե առաջիկայում Ռուսաստանը ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ երբ որ օգոստոսի 8-ից հետո հնչում էին այդ փորձագիտական գնահատականներ, որ Ռուսաստանի համար սա նեգատիվ զարգացում էր, Իրանի Իսլամական Հանրապետության համար սա նեգատիվ զարգացում էր, դիրքորոշում ինչ էր։ Մենք ասում ենք ոչ, այս որոշումը նպաստելու է այդ թվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը։ Եվ ձեր ասածը ընդամենը տեսեք 3 ամիս հետո մենք արդեն ունենք կոնկրետ զարգացումներ, 130 վագոն, մենք պատկերացնում ենք, չէ՞, 130 վագոնը քանի բեռնատար է։ Ես ողջունում եմ այդ ակտիվությունը եւ ուզում եմ ընդգծել, որ լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետոյի զարգացումների մեր պատկերացումներին։ Փաշինյանն արձագանքեց նաև Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այն մասին, թե 20-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի հրատարակած քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։ Ասում են, որ Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևան, կա Գյոյչը։ Մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոյչը։ Իմիջայլոց մեր լրագրողները շատ հետաքրքիր է։ Օրինակ ոչ մեկ չի գնաց այդ քարտեզը հանի։ Մի հատ տեսնի այդ ինչ քարտեզի մասին է։ Կա քարտեզ, թե չկա քարտեզ։ Եվ եթե այդ քարտեզը հանեին մեր լրագրողները, օրինակ կտեսնեին, որ այդ քարտեզը ինչքան այդ տեսակետից կարա աննպաստ լինի Հայաստանի համար, երկու այնքան կարա աննպաստ լինի ցանկության դեպքում Ադրբեջանի համար, որովհետև օրինակ կարա պարզվի այդ քարտեզի վրա Հայաստան կա, վայ ներողություն, իսկ Ադրբեջան չկա։ Ինչ վերաբերում է Ալիևի ավտոմեքենաներով ադրբեջանցիների Հայաստան գալու հայտարարությանը, վարչապետն ասաց. «Խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են ավտոմեքենաներով գնալ Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենաներով կարող են գալ Երևան»։ Ըստ Հայաստանի վարչապետի պատմական բանավեճերի մեջ ընկնելու օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։ Նա առաջարկեց դադարեցնել այդ մոտեցումը։ Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, վարչապետն անդրադարձավ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, նշելով, որ այսօր հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի։ Եթե Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի, եւ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, ինքը կարող է լինել զբաղեցնել ամենայն հայոց կաթողիկոսի գահը։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի, մայր աթոռի ներկայացուցիչ չի հարցը տալիս։ Եթե նա ունենար, պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտը ստանձնի, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Փաշինյանը խոսեց նաև հեծի ճակատագրի մասին, նշելով պետք է սպասեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը եւ այդ որոշումից հետո նոր իրենց մոտեցումը ձևակերպեն։ Որովհետեւ այդ որոշումը ինչ որ մի բովանդակություն է ունենալու, որը կամ
կամ հնարավոր է դարձնելու կամ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները կամ մեր մտածած սցենարների վրա որոշակի ազդեցություն է ունենալու մենք կքննարկենք, այսինքն նախ սպասենք տեսնենք հանրային ծառայության ներկարգավորող հանձնաժողովը ինչ է որոշում, դրանից հետո կոնկրետացնենք շարունակությունը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է դառնալու հարցածագելու ինչքան է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ շատ լրջորեն կքննարկի, եթե դա շատ մեծ կլինի գինը, եւ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։ Ըստ նրա երկրորդ սցենարն այն է, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությանը, բայց կառավարությունը որոշակի ներկայություն է ունենում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։